Ինչ է լինում, երբ մարդ թողնում է Herbalife-ի մթերքի օգտագործումը։ Եկեք օրինակներ քննարկենք միասին ու հասկանանք։ Այն գիտելիքները, որ ես տալիս եմ մարդուն, դրա շնորհիվ մարդ կարողանում է ոչ միայն պահպանել արդյունքը, այլ նաև ապագայում նիհարել։ Օրինակ այս արդյունքը, սա իմ Աննայի արդյունքն է։ Աննան ինձ թողել է այս կշռով ու այսօր արդեն Աննան ուներ այս կշիռը։ Երբ ես խոսեցի Աննայի հետ, ստացվեց, որ ինքը շարունակում է պահպանել լավ սովորություններ։ Հիմա ձեզ ասեմ երկրորդ օրինակը, էլի իմ հաճախորդներից։ Երբ ես խոսում եմ մարդու հետ, ստացվում է, որ իր քաշը ավելացել է մթերքը թողնելուց հետո եւ ինձ թողնելուց հետո։ Ու երբ մենք վերլուծեցինք, ստացվեց, որ իմ հաճախորդը ոչ մի լավ սովորություն չի պահպանում։ Նախաճաշ չկա, ջրային ռեժիմ չկա, օրվա ընթացքում բալանսավորված սննդակարգ չկա։ Հետևաբար ստացվում է, որ Herbalife-ը թողնելուց հետո եւ կարող է մարդու քաշը ավելանալ եւ նվազել, կախված է արդեն մարդու մտածելակերպից ու նրանից, թե արդյոք նա կիրառում է այն գիտելիքները, որ տվել են իրեն։ Եթե դու պատասխանատու ես, նպատակասլաց, ապա կարող ես դիմել ինձ, որովհետև միայն հենց այդպիսի մարդկանց եմ ես նախընտրում ունենալ ինձ մոտ որպես հաճախորդներ եւ սիրով սպասարկել նրանց։